Ընդհանուր ինչպես է գնահատում առաջին հանրահավաքի օրը եւ խոսենք նաեւ անելիքների, առաջիկա վաղվա անելիքների մասին։ Գնահատականս առաջի օրվա հետ կապված հաշվի առնելով, որ մենք ապրում ենք մի երկրում, որը հասել է այն կարգավիճակի, որ նույն տան մեջ ապրող մարդիկ գրեթե իրար չեն վստահում։ Որևէ մեկին գործից զրկելու սպառնալիքով կամ գումարով չենք հանել փողոց։ Բոլորը այս գաղափարի կիսող են ու ջատագով։ Ու տեսնելով այնքան մարդ, ինչքան միասին տեսանք ստեղ, ես համարում եմ, որ սպասվածից ավելին էր։ Չեմ մեղադրում նաև այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ ինչ է կատարվում, նոր իրանք միանան, բայց միևնույն է կպնդեմ, որ հասկանալու համար թե ինչ է կատարվում, պետք է լինել ստեղ։ Որովհետև եթե բոլորը նայեն տնից, ոչ մի բան էլ չի կատարվի։ Ես ուզում եմ դիմել ուղիղ ժողովրդին, երևի ստեղ։ Հայր ջան, դուք ուզում եք փոփոխություն առանց գործողության։ Դուք ուզում եք գործողություն առանց հավատալու ու վստահելու։ Դա անհնար է։ Յուրաքանչյուր ով փորձում է Հայաստանի համար մի բան անել, գտնվում են ոմանք, ովքեր սկսում են զրպարտությամբ պիտակավորել։ Ես դիմում եմ խելամիտ մարդկանց։ Առանց փաստի ու հիմքի պիտակավորումը խոսում է միայն այն մասին, որ տվյալ մարդը կողմնակից է ներկա կամ նախկին իշխանություններին, որոնց օրոք Հայն ու Հայաստանը ոչ մի գլոբալ փոփոխության ականատես չեն եղել ու չեն լինելու հետագայում։ Ես կոչ եմ անում բոլորիդ։ Մենք ստեղ ենք այնքան, մինչև չգրանցենք հաղթանակ։ Մի կասկածեք ձեր իսկ ուժի վրա, մի կասկածեք մեր միասնական ուժի վրա։ Ուղղակի փորձեք վստահել, արդյունքներից հետո ունեցեք հիմք, շարունակել վստահել, թե ոչ։ Ես կոչ եմ անում բոլորիդ, մի մարդու նման, միանալ մեզ, մենք ազատության հրապարակում ենք։ Սպասում ենք բոլորիդ, կիսվեք, տարածեք, մենք ունենք տեղեկատվական խնդիր, ոչ մի պաշտոնական հեռուստաալիք չի բարձրաձայնում մեր մասին, փորձանողն էլ արժանանում է սպառնալիքների։ Մեր հույսը դուք եք, սովորական ժողովուրդ, ով իրոք սրտացավ է Հայ ու Հայաստանի համար, ոչ թե ձգտում է աթոռի իշխանության կամ պաշտոնի։ Մեր շարժումը իշխանության կամ պաշտոնի շարժում չի։ Սա մեր գոյատևման ու մեր արժանինքների պահպանման շարժում է։ Ուստի բոլորիդ խնդրում եմ միանալ մեզ։ Սա որպես խոսք ուղղված ազգին ու ժողովրդին։ Ես հույս ունեմ, ես հավատում եմ, ես վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կմիանա։ Ու հարց եմ տալի բոլորին, եթե ոչ հիմա ու եթե ոչ մենք, ապա ով ու երբ։ Ես ասում եմ ու կարամ հիմնավորեմ, երբեք ու ոչ մեկ։ Սա միակ ու վերջին հնարավորությունն է, որը կախված է յուրաքանչյուրի վճռական որոշումից։ Դուրս գան, կանգնեն մեր կողքին, լինի բավարար քանակություն, կլինի գործողություն։ Կլինի գործողություն, հետևաբար կլինի փոփոխություն։ Հիմա մարդիկ ձեզանից ծրագրեր են ուզում լսել, դուք ինչ եք առաջարկում մարդկանց։ Ես քաղաքական հիմնական ծրագիրը ժամանակավրեպ է հիմա ներկայացնեմ, բայց վերածննդի շարժումը իր ծրագրերով ներկայացված է կկրկնեմ նորից համառոտ։ Վերածննդի շարժումը մտադրություն ունի հրաժարվել ներկա իշխանություններից բացառելով նախկինների վերադարձ, որից հետո ձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Ժամանակավոր կառավարության ծրագիրն ու գոյատևման ժամկետը եւս բարձրաձայնել եմ, նորից կկրկնեմ։ Ժամանակավոր կառավարությունը տևելու է ընդամենը 6 ամիս։ Ժամանակավոր կառավարությունը գլխավորվելու է մեզանով։ Հիմնական ընտրություններ նշանակվելու են հոկտեմբերի 27-ին։ 6 ամսվա ընթացքում
տարատեսակ ու բազմազան անելիքներ կան, մեկը մեկից կարևոր, ես կշեշտեմ մի քանի ամենակարևորը։ Առաջի հերթին դրվում է վերանայման ուղիղ 6 ամիս ժամկետով։ Բոլոր այն պայմանագրերը, որոնք ոչ միայն չեն բխում իմ ազգի ու հայրենիքի շահերից, այլև դրանց դեմ են, թե ներկայի, թե նախկինի օրոք կնքված։ Իսկույն կրճատվում են բոլոր կուսակցությունները մինչև 2 կամ առավելագույնը 4 հատ։ Ամբողջ երկիրը, ամբողջ հայազգի ու երկրի պոտենցիալը ներդրվում է բացառապես զինվելու վրա, որովհետև ինչ էլ ուզենաս անես, առանց ուժի համ լուրջ չես ընկալվի, համ հետդ հաշվի չեն նստի, դու պետք է ուժ ունենաս ու դիրք, որ ասածը տանցնի, իսկ ինչա մեր ասածը աշխարհին։ Դա ոչ օդից վերցված պահանջ է, ոչ էլ ինչ-որ մեկի երևակայության արդյունքում ձևավորված ևս պահանջներ։ Մենք մեր պահանջների թե պատմական, թե բարոյական, թե իրավական իրավունքները ունենք։ Ուղղակի մեզ պետք է ցույց տալ, որ մենք ունենք նաև ուժ արդարությունը վերականգնելու համար։ Ու վստահ եղեք, յուրաքանչյուր մեր պահանջ շատ կարճ ժամանակում իրականացվելու է։ Հիմնական քաղաքական ծրագիր մենք կներկայացնենք հենց այդ 6 ամիսների ընթացքում։ Բոլոր նրանց հետ, ովքեր հոկտեմբերին մեզ հետ կպատրաստվեն ընտրությունների։ Այդ ժամանակ արդեն ում ծրագիրը կարժանանա վստահության ու հավանության, թե ազգի, թե բնակչության, թե ժողովրդի, թե հանրության, թե հասարակության կողմից։ Իսկ այն մարդիկ, որ նկարները փակցրել եք, վրանել խաչ եք քաշել, իրավական պատասխանատվության ենթարկվելու են, թե ոչ։ Մենք բոլորս ըստ մեր ապրած ժամանակահատվածների, մեզանից մեծերը շատ ավելին գիտեն ու տեսել են, ականատես են եղել, քան մենք, բայց դե այսօր հայտնի է ամեն ինչը, ինչ նրանք արել են։ Թող ոչ մեկ չլինի, որ կարա ասի իրանցից ոչ մեկ այնպես բան չի արել, որ դեմ ա եղել հայ ու Հայաստանի շահերին։ Բնականաբար, յուրաքանչյուրը, ով ուզում է լինի, ով բանավոր կերպով, ով պայմանագրերով, ստորագրությամբ, առավել ևս գործողություններով իրականացրել է հակահայկական գործունեություն, նոր օրենքի ու անաչառ դատավորների դատով ամենախիստ պատժով պետք է պատժվեն։ Կպարզվի ոչինչ չեն արել, ասենք լուսնից ենք ընկել, լավ, ինչ ունի պատժվելու, ինչ ունի վախենալու։ Բայց ըստ ձեզ հիմա կա բան, որի համար պետք է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրավական պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ ինձ կա տենց բան։ Այո։ Եթե ես լներ հումորային ծրագիր, ես կհասկանայի հարց։ Եթե չունեն նման բան, իմ հիմքը ու տրամաբանությունը ո՞րն է բոլորին մերժելու։ Այդ դեպքում ես, չգիտեմ, մի ուրիշ զբաղմունք կունենայի ու կաջակցեի նրանցից մեկին։ Լավ իմացեք, այն փաստը, որ մենք դուրս ենք եկել այդ բոլորի դեմ, դա անձնական սիմպաթիան չի։ Ես կարամ ձեր հանդեպ սիմպաթիա չունենամ, բայց ձեր գործունեությունը ողջունեմ։ Ստեղ անձը չի հարցը, այլ իրանք որպես ինստիտուտներ, որպես հայակործան ու հայաստանակործան ինստիտուտներ, որոնք ունեն մարդկային կերպար ու դեմք։ Ես այսօր ստեղ եմ իրանց բոլորին մերժելու համար։ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած աշխատանքային այցի ընթացքում սահմանամերձ գյուղերի բնակիչներին տեղեկացնում էր, թե ինչքան լավ կլինի, որ ճանապարհները բացվեն, երկաթգիծը աշխատի, ասում էր միլիարդներ են գալու, լավ է ապրելու։ Դուք սա ինչպես եք մեկնաբանում։ Հերթական սուտ։ Ոնց մեկնաբանեմ։ Սուտասանը բան ասում, ոնց մեկնաբանեմ։ Քանի բան հիշացնեմ։
Առանց հրթիռ ինքնաթիռները հիշացնեմ։ Կարմիր գծերը ինչը հիշացնեմ ախր։ Ամենակարևորագույն հարցից մինչև ամենամինիմալ չնչին հարցը։ Ինչ ասած սուտ ասեց, հիմա էլ հերթական սուտն է ասում։ Ու վայ նրանով մանավանդ հասուն տարիքում դեռ նմանին լսում է ու հավատում է։ Գիտեք, մարդ կարա մի բան ասի, չստացվի, երկրորդ բան ասի, չստացվի։ Բայց ասել 10,000 բան ու 10,000-ից 11,000-ը չանել ու անել ճիշտ հակառակը, ինչ Արցախը, Հայաստանը եւ վերջ արտահայտությունը հիշած, ո՞րն ասեմ։ Ինձ հետաքրքիրել չի ինքը ինչա խոսում, ինչա ասում, ինչա մտածում, ինչա շնչում։ Ես գիտեմ մենակ իմ պայքարը, որը ենթարկվում է մենակ մի կանոնի ու օրենքի։ Ու դա իմ արյունն է, որը կիսում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ։ Բայց տեսեք, ասում եմ, որպեսզի հաջողության հասնեն իշխանություններին հեռացնելու արդյունքում, պետք է բոլոր ընդդիմադիր թևերը միավորվեն։ Հիմա բայց մեր ընդդիմադիր դաշտում խառնաշփոթ է, հա, ավելի շատ քննադատում են մեկը մյուսին, քան օրինակ իշխանությանը։ Մենք այսօր ամբողջ օրը ստեղ ենք։ Տեսակ որևէ ընդդիմադիր ուժի, ով աջակցում է այն մտքին, որ Նիկոլը պետքա չլինի իշխանության ու նախկիներից ոչ մեկ չվերադառնա։ Կարող է ես չեմ տեսել։ Ինչով է դա պայմանավորված։ Հա դուք էլ չեք տեսել։ Այդ դեպքում ընդդիմադիր ում նկատի ունեք։ Նրանք ովքեր իշխանության չեն։ Բոլոր ընդդիմադիրները ստեղ են։ Եթե ընդդիմադիր են, եթե մենք նույն գաղափարն ենք կիսում, հարց, ուր են։ Մենակ վիդեո անելով են ընդդիմադիր լինում, կարող է ես բան եմ բաց թողել կյանքում, չգիտեմ։ Վիդեո անելով, հաղորդումներ գնալով, հարցազրույցներ տալով, մի օր կարմիր, մի օր կապույտ, մի օր ծիրանագույն գալստուկներով, էդ է ընդդիմադիրը։ Ես տենց ընդդիմադիր չգիտեմ։ Մազից կախված երկրում ընդդիմությունը պայքարում է։ Մենք ստեղ պայքարում ենք։ Չքնելով, մրսելով։ Դրա համար որ ասում եք ընդդիմադիր, զարմացա, ում նկատի ունեք։ Հայաստանյան ընդդիմադիր դաշտը ձեզ ծանոթ չի։ Հա զուտ անուններ նկատի ունեք։ Թե գործողություն իրականացնելու պատրաստական ընդդիմություն։ Նեղություն քաշելու պատրաստ ընդդիմություն ում նկատի ունեք։ Անուններով լիքն են։ Լիքը շարժումներ, կուսակցություններ, կազմակերպություններ, անուն ազգանուններ, գործողություն, որ հիմա իրականացնում է լույսի բանակը։ Ու կողքը չկա ընդդիմադիր։ Բաց այդ կերպով մեզ միացել է Կորյուն Ղումաշյանը, մշակույթից Լևոն Հարությունյանը։ Ցույց տվեք ինձ մշակութային գործիչ ընդդիմադիր ու քաղաքական ուժ ընդդիմադիր, ով իրանց սատարած ուժերից առավել սիրում ու ընդունում են Հայաստանը։ Եթե ես լինեմ նույնիսկ որևէ քաղաքական ուժի սատարող, բայց տեսնեմ, որ կա մենակ մի փրկություն ու ճանապարհը սա է, ու դա անում եք դուք, ու դուք պատրաստական եք, ու դուք կարաք դա իրականացնեք, բայց իմ սիրելի քաղաքական գործիչը ձեր հետ չի, ես իմ սիրելի քաղաքական գործչին ավելի շատ չեմ սիրի, քան Հայաստանը։ Ավելավա լինի Պողոս Պողոսյան քաղաքական գործիչը, թե Հայաստանը։ Ադեկվատ մարդու համար Հայաստանը։ Ուր են մշակութային այն գործիչները, ովքեր սատարում են երկրորդ, երրորդ կամ առաջին նախագահներին։ Ուր են։ Այդ նախագահները ավելի կարևոր են, քան Հայաստանը, այդ նախագահները ավելի պետություն են, քան պետությունը։ Դեռ այսօր ամբողջ օրը մեր առջևում է, ես գիտեմ, որ ես իմ խոսքը բոլորին չի, որ վերաբերվում է, ու պետք է, որ շատերին տեսնենք մեր կողքին կանգնած։ Եթե չէ, օրինակ վաղ ինձ հարց տակ նույն բառը օգտագործելով ընդդիմադիր, ես ընդհանրապես չեմ իմանա ինչ նկատի ունեք։
Եվ քանի որ դուք իրավապահների ուշադրության կենտրոնում եք ամեն դեպքում, պարբերաբար Facebook-ում գրառումներ է հայտնում, որ ձեզ բերման ենթարկեցին, հետո բաց թողեցին։ Հիմա եթե նաև այս գործողության շրջանակներում ձեզ բերման ենթարկեն, դուք ունեք պլան, ով է շարունակելու, ով է ստանձնելու առաջնորդությունը, ինչ է լինելու։ Իմ նախավերջի ուղերձը մինչև դուրս գալը հենց դրա մասին էր։ Ես չգայի էլ շարժումը կայանալու էր։ Ինձ կարան հենց հիմա բերման ենթարկեն։ Ես չեմ կարևորն, Արեգ ջան, միտքը գաղափարն է կարևոր, ձգտումն է կարևոր, բոլորիս ժամանակի եղած երազանքը, որը վերածվել է նպատակի ու այսօր պետք է իրականացվի, դա է կարևոր, իմ հետ թե առանց ինձ։ Իսկ ինչ վերաբերվում է ուշադրության կենտրոնում լինելը իրավապահ մարմինների, իրավապահ մարմինները, ամբողջ ոստիկանական համակարգը, դա իմ պետության հիմնասյուներից մեկն է։ Ու նույնիսկ, եթե ես նեղություն եմ քաշում, երբ ինձ բերման են ենթարկում, դա իրանց ծառայությունն է, ես ողջունում եմ, իրանք իմ վրա ոչ շառ են անում, ոչ, չգիտեմ, ավելորդ բան ես չեմ կարող ասեմ, այդ մարդիկ իրանց ծառայությունն են իրական, ոչինչ, ես էլ նեղություն կքաշեմ, գտնում են, որ պետք է ինձ ստուգել, ոչ հորոխբորոս տղեկն են, ոչ էլ մանկության ծոցի ընկերները։ Կարող է կասկածում են, ես եմ ու ես շատ գիտեմ։ Ստուգում են, տենում են ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն իրանց ծառայության համար։ Բարի ծառայություն։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։